քաղաքական կյանքը աստիճանաբար գնում է մեռնելու։ Դա ԲՀԿ-ի պահանջն է, որովհետև դա ազդել է ընդդիմադիր ուժերի վրա, պետքա ճնշում գործադրվի ժողովրդական շարժումով։ Սահմանադրական դատարանի անդամները գոնե իրավաբան գիտնականներ են։ Այսինքն սոցիոլոգներով ու փաստաբաններով հնարավոր չի քաղաքականությամբ զբաղվել։ Սամվել Կարապետյանը իր համար դա կապիտալ է պետությունը, որ հանկարծ չընդունեն հայոց ցեղասպանությունը, որտեղ կա հայցուկական գործընթաց։ հայոց ցեղասպանության զենքայնացում է։ Սա մոտ կախել է, զենքայնացում։ Ընդդիմությունը, ընդդիմադիրները պետք է միշտ գործեն այնպես, որ կարծես թե իրանք իշխանություն են։ Այո։ Ընկերներ, ողջույն, Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը, հրաշալի ազգանվեր։ Երևանում շատ շոկ է եւ չենք էլ կարող ասել, որ առանձնապես հարուստ քաղաքական շաբաթ ենք ունեցել, հարուստ իրադարձություններով։ Քաղաքական կյանքը աստիճանաբար գնում է մեռնելու եւ բոլորը պատրաստվում են արձակուրդների։ Այդ ինչ են արել, որ մի հատ է պետք է հանգստանա։ Հա, կամ արդեն գնացել են արդեն։ Կամ արդեն գնացել են, այսինչ հոգնած էին։ Զուգահեռ ընթանում են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, Մոնդիալ 2026-ը նայում եք։ Արի անկեղծ ասենք ժողովրդին, որ դու նայում ես ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ես նայում եմ սահմանադրական նիստերը։ Սահմանադրական դատարանի նիստերը հիմա գնում են Ժողովուրդ ջան, դեռ էս պայն, որ նկարահանում են որոշումը դեռ չկա, դա համար կարող են կանխատեսում անել հաղորդման ընթացքում, բայց որոշումը դեռ չկա։ Մարդիկ կարող են հասկանալ արդեն, թե ես լիքը մազուն եմ, դուք մազ չունեք։ Որտեղ դուք սահմանադրական նիստերն եք նայում, ես ֆուտբոլ։ Հրաշալի խաղեր են ընթանում, արդեն հասել ենք play-off pool եւ կարելի է որոշակի կանխատեսումներ անել։ Ես կարծում եմ, որ Ֆրանսիան կհաղթի, չնայած ես երկրպագում եմ Անգլիայի հավաքականին, իմ սիրելի ֆուտբոլիստներն այնտեղ են։ Երկրորդ թիմը, որ երկրպագում եմ Անգլիայից հետո Ֆրանսիան է։ Եվ Ֆրանսիան երևի ֆուտբոլի պատմության ամենաանհավանական հարձակողական երրյակ քարյակը ունի, երբեք ես չեմ հիշում, որ ասած ուժեղ, ագրեսիվ հարձակողական կազմ ունենա որևէ թիմ, sense բալանսավորված կազմ։ Եվ Ֆրանսիան թիմի 1 ֆավորիտն է, չնայած Կամ ինչ այդ ասում են Նիդերլանդները։ Չէ, Նիդերլանդները այդպես թռան, թռան գնացին։ Մարոկոից Մարոկոն այնց նենշի որ Մարոկոն թույլ թիմ է, հավասար թիմեր էին, շատ խայտարակ ձևով մունդիալից դուրս մնաց Գերմանիան, այդ դա էր գլխավոր սենսացիան։ Նիդերլանդները սենսացիա չէր, սպասելի էր, որտեղ Մարոկոն շատ ուժեղ թիմ ունի վերջին տարիներին, նախորդ աշխարհի առաջնություններին այդ բանը 2022 թվականին 4-րդ տեղն են զբաղեցրել։ Այնուամենայնիվ կան Իսպանիան, Արգենտինան, բայց ես կարծում եմ, որ Ֆրանսիան կտանի, բայց շատ կուզենամ, որ Անգլիան լինի, բայց Դե մի կողմնորոշ եղբայր, մեր բարեկամ երկիրը Ֆրանսիան է։ Ես արդեն 25 տարի է Անգլիայի հավաքականին եմ երկրպագում, ու Անգլիայի հավաքականը արդեն ուղիղ 60 տարի հիասթափեցնում է եւ 66 թվականի աշխարհի առաջնությունից հետո արդեն 60 տարի Անգլիայի հավաքականի երկրպագուները սպասում են մեդալի գավաթի, բայց այդ գավաթը չկա եւ հույս ունենանք, որ կարա լինի, բայց երկրորդ թիմը Անգլիայից հետո որ կարա երկրպագել, այնտեղ է սիրելի ֆուտբոլիստներ ունեն, Ֆրանսիան է։ Ֆրանսիան։ Լավ։ Կարպիսը տատանվում է Մեծ Բրիտանիա թե Ֆրանսիա, ես ուրեմն Ֆրանսիա։ Փորձենք հետևել իրադարձություններին եւ տեսնենք ինչ է լինելու։ Անցնենք շաբաթվա իրադարձություններին, Ժորժ ջան, դուք գիտեք, որ սահմանադրական դատարանում դեռևս քննարկվում էր նիստը, ընթանում էր նիստը եւ քննարկվում էր ընդդիմադիր ուժերի դիմումները։ Ի սկզբանե ուզում եմ ասեմ, որ ամենալեգիտիմ դիմումը, պահանջը դա ԲՀԿ-ի պահանջն է, որովհետեւ դա այդ 3 տեղամասերի համարը ճանաչելով ԲՀԿ-ն դուրս է մնացել, մնացածի դիմումների մասով բան չեմ կարող շատ ասել, որովհետեւ ընդհանուր առմամբ հանրապետությունը եւ դոկուսակցությունը ասում են, որ հանուն հանրապետության, որ ընտրակաշարքա բաժանվի, այսինքն նրանք ուրիշ կողմից են հարցին մոտենում, այն ուժերը, որոնք որ մեղադրվում են ընտրակաշարքի հետ կապված, թիրախավորում են հակակոռուպցիոն կոմիտեին, շատ իրավիճակներում նաև արդարացիորեն, որ շատ է այդ թեման տարածվել եւ դա ազդել է ընդդիմադիր ուժերի վրա, բնականաբար իշխանությունը իր ձեռքի տակ իր լծակ ունեցել օգտագործել է, սա էլ բնականաբար, բայց եկեք սպասենք, տեսնենք ինչ որոշում է կայացնում սահմանադրական դատարանը։ Ես իմ կանխատեսումն եմ ուզում անել, ՍԴ-ն կարող է որոշել երկրորդ փուլ, կարող է անվավեր ճանաչել ընդհանուր ընտրությունները, այսինքն ՍԴ-ն ուշադիր չի կարող այն 3 տեղամասերում վերաքվեարկություն նշանակել, այսինքն ԲՀԿ-ի մասով
հնարավորությունը միայն այսպեսին է, Այդ մենակ կհնկարանար, չէ՞։ Հա, ԿՀ-ն կարող է անել, չի արել։ Կարող է անել երկրորդ փուլ, ՍԴ-ն, այդ պարագայում ԲՀԿ-ն չի մասնակցելու այդ երկրորդ փուլին, մասնակցելու են առաջի երկու տեղեր ընկած ուժերը, այսինքն ԿՊ-ն եւ Ուժեղ Հայաստանը, իսկ եթե ճանաչում է անվավեր ընտրությունները, բոլոր ուժերը կարող են մասնակցել։ Ես կանխատեսում եմ, որ Սահմանադրական դատարանն ասելու է, որ ամեն ինչ եղել է նորմալ, այնիշ խախտումներ, որ դուք ներկայացնում եք, ատելության խոսք, չգիտեմ, այնտեղ ԲՀԿ-ի այդ բարձրացած հարցերը, դրանք չեն ազդել ընդհանուր արդյունքների վրա եւ ամեն ինչ մնալու է այնպես ինչպես որ կա։ Սա իմ կանխատեսումն է։ Եվ եթե դու ինչ-որ կանխատեսում ունես, ասա։ Ես կանխատեսումներ չունեմ, սա էլ ֆուտբոլի աշխարհի առաջին։ Դες դու ֆուտբոլով ասեցիր, ես ՍԴ-ով։ Ես մտահոգություններ ունեմ Սահմանադրական դատարանի դատավորների կազմի վերաբերյալ։ Ու տպավորությունն է, որ դատավորների մի մասը տպավորություն չէ, ինչ որ հաստատ տպավորությունն է, որ իշխանական, ինչ որ ռոպագանդիստական որոշ ակտիվիստներ, որոնք քոչարան ասելով որոշակի կապիտալ են քաղաքական ձեռք բերել, դառել են դատավոր ու չեն հասկացել, որ իրանք դարձել են դատավոր ու շարունակում են այդ իրենց ակտիվիստական գործունեությունը։ Խոսքը Սեդա Սաֆարյանի մասին։ Ես հասկացա արդեն ում նկատի ունես։ Ու էլի տենց մի քանի հոգել կան, բայց սա իսկապես մեր դատական համակարգի բարձր դատարանի ամոթն է, էլի։ Կարպից նայ, ի սկզբանե պարզեր ՍԴ կազմը եւ ընդդիմադիր ուժերը, որ դիմել են ՍԴ, գիտեին ովքեր են ՍԴ դատավորները։ Ես ապշած էի այն պահին, որ ՍԴ-ն որոշել էր, որ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը չպետք է մասնակցեն այս նիստին, որովհետեւ կոնկրետ շահերի բախում ունեն, մեկը եկել է Հանրապետություն կուսակցությունից ՍԴ, մյուսը եկել է ՔՊ-ից, եւ ինչ որ ընդդիմադիր ուժերի ադվոկատները միջնորդում էին, որ նրանք էլ մասնակցեն։ Սկիզբ վիճարկում էին Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ՍԴ-ն մերժեց, հետո որոշեցին, որ դե որ տենցա թող նրանք էլ մասնակցեն, դա էլ է իմ համար անհասկանալի։ Իմ այսինքն եթե պետքա դիմես ՍԴ, հետո ասես ՍԴ կազմը լեգիտիմ չի, հետո ասես ՍԴ կազմը լեգիտիմ չի, բայց ՍԴ-ից պահանջում են KSS, հետո ՍԴ-ն որոշի ասի օրինակ ընտրությունները նորմալ է։ Դրանից հետո ինչ են կանելու Կարպիս։ ՍԴ կազմը ոչ միայն լեգիտիմ չի, այլև ամոթալի է։ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ մենք չունեինք անկախ դատական համակարգ, բայց գոնե Սերժ Սարգսյանի ժամանակ եւ նրանից առաջ Սահմանադրական դատարանի անդամները գոնե իրավաբան գիտնականներ էին։ Ահա։ Դե հիմա էլ կան իրավաբան գիտնականներ։ Հիմա էլ կան, բայց նաեւ չկան։ Բայց նաեւ չկան։ Կան եւ չկան։ Կան եւ գերակշռող մասը չկան։ Դա ամոթալի է։ Եվ դե Սերժ Սարգսյանի ժամանակ եղած իրավաբան գիտնականներն էին մերժում, օրինակ 21 թվականի ընդդիմադիր ուժերի դիմումը, հիմա Նիկոլ Փաշինյանի գիտնականներն են մերժելու։ Տենց անդադ ինչ որ գիտնականներ կան։ պլանկան շատ է նվազել։ Պլանկան Նիկոլ Փաշինյանն այնքան է նվազեցրել, այնքան տենց եղկելի մակարդակի է հասել քաղաքական կյանքը, որ մենք պատրաստ ենք բավարարվել գոնե նրանով, որ մարդիկ մի քիչ գոնե սոլիդ լինեն։ Էլի մերժեն, բայց մի քիչ են սոլիդ մարդիկ են։ Solid Հասկացա, ես քեզ լրիվ հասկացա։ Բայց դա լավ բան չեմ ասում իրականում։ Հա, չէ, դե լավ բան չկա որ ասես։ Ժորժ ջան, մենք ինչ անենք։ ՍԴ-ն, ՍԴ-ն է, իշխանությունն է, իշխանությունն է, որը կա, ընդդիմությունն է, ընդդիմությունն է։ Հիմա դիմել են ՍԴ, սպասենք։ Ընդդիմադիր բոլոր ուժերը սպասում են այս որոշմանը, որից հետո պետքա լինեն որոշակի տեղաշարժեր, ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցած որոշում մանդատը վերցնում են թե չեն վերցնում, այդտեղ էլ եմ կանխատեսում, որ անպայման վերցնելու են։ Այսինքն դրանից հետո այն ինչ որ բաներ լինելու, եւ այս ՍԴ մասով ես էլ ըստ էության ասելու բան չունեմ։ Ես այն գծի մեջ եմ, ասես կոպիտ ասեմ։ Որովհետեւ որ դիմում է Սահմանադրական դատարան, պետքա ճնշում գործադրվի ժողովրդական շարժումով, որը չկա, Ժորժ ջան, չկա ժողովրդական շարժում, չկա ճնշում։ Հետեւաբար ամբողջությամբ իրավաբանություն է, երբ որ նայում ես, ես այդ նիստը նայում ես հասկանում եմ, որ ժողովուրդն է նայում։ Կարծես ինչ որ իրավաբանական բարդ տերմիններով քննարկումներ է գնում։ Եվ քաղաքական ուժերը ինչ որ բայ պետք է հասկանան, որ քաղաքականությամբ զբաղվելը դա միայն սոցիոլոգիա եւ իրավաբանություն չի։ Այսինքն սոցիոլոգներով ու փաստաբաններով հնարավոր չի քաղաքականությամբ զբաղվել։ Նաև պետքա քաղաքական խոսքը տեղասվեր մի քիչ։ Ունդեղ Արծվիկը Կամինասյան, Հայաստան Դաշինքի ներկայացուցիչն որոշակի ինչ որ քաղաքական խոսք ասում է, բայց մի քիչ պետքա քաղաքականացվեր, էլի։ Որտեվ ՍԴ-ն իրավաքաղաքական է, ավելի շատ քաղաքական է, քան իրավական է։ ՍԴ-ն հասկանում եք ինչ դատարան է։ Այդ գիտեք ինչքանով է նաև կարևոր որ դուք եք ասում, դե դուք եք իրավաբան, փաստաբան կամ նախկին փաստաբան, չնայած փաստաբանի նախկինը որը սա։ Հիմա էլ եմ փաստաբան, հա։ Որ հասկանում եք քաղաքականության ղադրը, հա, այդ։ Այո, եւ այդ շատ իրավաբան քաղաքական գործիչների հետ այդ իմ կռիվս, հա, որ ինչ որ սնոբ դիրքավորմամբ այդ իրավական կամ փաստաբանական տերմիններով
ժողովրդի ականջը սողոցում են քաղաքական կյանքը, պետական կյանքը փոխակերպելով փաստաբանական գրասենյակի։ Շատ լավ նկատառում է, ես ուզում եմ այդտեղ ավելացնել, որ Կարպիսի ասածը այն է, որ իրավաբանը մտնում է քաղաքականություն ու տենց է չի դառնում քաղաքական գործիչ, շարունակում է մնալ սուղ, զուտ, տենց կոշտ, մենք ասում ենք քյարփինջ, էլի, տենց քյարփինջ իրավաբան կա նման բան, հա։ Այսինքն երբ որ ինքը չի քաղաքականացվում, չի սնուցվում, դե մի ամեն մարդ չի կարող Կարպիս դառնա քաղաքական գործիչ։ Հիմա նայ լիքը մարդիկ падգամավոր են, չէ՞, ընտրվել։ ԶԼՄ-ների մոտ ավտոմատ մոտեցում կա, որ եթե ինքը падգամավոր է, տես դու ես լրագրող եղել, չէ՞։ Մտածում եք, որ ինքը ավտոմատ քաղաքական գործիչ է, եղբայր չէ։ Ասենք հիմա նայ ընտրվել է 100 քանի падգամավոր, չէ՞, ԿՊ-ից 60 քանից ընդդիմությունից։ Այդքան մարդու մեջ մենք մի օր արի որ մանդատները վերցնեն, այ sense բան անենք, ցուցակը վերցնենք ու անձերի վրով գնանք քննարկելով, ասենք ով է քաղաքական գործիչ, օրինակ ըստ մեր կարծիքի։ Ես կարծում եմ, որ խորհրդանում այդ 100 քանի հոգու մեջից կլինի մի 10 հոգի քաղաքական գործիչ։ Ընդդիմությունից կարող է 2 հոգի, շանսից է 7-8 հոգի այդքան։ Շատ բարդ հարց է, փիլիսոփայական հարց է, թե ով է քաղաքական գործիչ, ով է քաղաքական գործիչը, թե այդ փիլիսոփայական հարցադրումը։ Կներես, իմ ասած հետեւյալն է։ Ապրիորի որ մարդը դեպուտատ է, դեր քաղաքական գործիչ չի, մասը դա է։ Ում համարում քաղաքական գործիչ, որովհետև քաղաքական գործիչ դառնալու համար ինչ-որ կոնկրետ կրթական ծրագիր չկա, չէ՞։ Կարամ իրավաբանը լինի քաղաքական գործիչ տնտեսագետ է, ինքս պատմաբան, արևելագետ է, չի։ Բայց վերջին հաշվով քաղաքական գիտությունը, չէ՞ Կարպիս։ Քաղաքական գիտությունները, այո, բայց պարտադիր չի, որ քաղաքագիտությունը ավարտես, որ քաղաքական գործիչ դառնաս։ Իմ կարծիքով քաղաքական մարդուն քաղաքական գործիչ դարձնում գործելու մեթոդը։ Այդ արկիր բան է, այսինքն ինքը քաղաքական է մտածում։ Քաղաքական մտածողությունը եւ մեթոդը իր վարվելակերպի, երբ որ ինքը հասկանում է, որ պետությունը բիզնես պրոյեկտ չի, երբ որ ինքը հասկանում է, որ պետությունը փաստաբանական գրասենյակ չի, երբ որ ինքը հասկանում է, որ պետությունը օրինակ պոլիգոնել չի, չէ՞, տարբեր մասնագիտությունների դեր մարդիկ իրանց մասնագիտության պրիզմայով են պետությունը դիտարկում։ Ռազմական գործիչը պոլիգոնա կամ կազարմա է անցալում, բիզնեսմենը օրինակ Սամվել Կարապետյանը իր համար դա կապիտալ է, պետությունը աշխատատեղ, փաստաբանները իրավական տերմիններ, փաստաբանական գրասենյակ եւ այլն չեն կարողանում այդ սահմանագիծը անցնել։ Եվ սա շատ բարդ է, երբ որ սկսում ես արդեն քաղաքական մտածել, քաղաքական մեթոդաբանությամբ քո վարվելակերպը, գործելակերպը պայմանավորել, դառնում ես քաղաքական գործիչ։ Իրականում այդպես մարդիկ մեր երկրում շատ քիչ են եղել, տիրապետող են եղել հաճախորդները, կլիենտները, մանդատիզմով կամ տառապող մարդիկ կամ օլիգարխներ, քաղաքական մարդիկ շատ քիչ են եղել եւ մեր պարլամենտարիզմի պատմության մեջ էլ ինչ որ վառ պարլամենտական գործիչներ շատ քիչ կարող ենք հիշել, որոնցից մեկը նստածա դիմաց։ Հուսով եմ չեք մոռացել, եմ ասում հիշել, չէ։ Նայ, արի բան անենք, երբ որ մանդատները վերցնեն, Կարպիս, հետարքիր կլինի։ Մենք քննարկենք առանց որևէ ինչ որ հավելյալ էպիտետների բաների, դե ասենք, ես ինչան, ես ինչ մասնագիտություն, կենսագիտությունը կնայենք ու կասենք, օրինակ, ըստ մեզ մարդ քաղաքական գործիչ է, թե չէ, եւ այլն եւ այլն։ Լավ, գնանք առաջ։ Այս շաբաթ Կարպիս եղել է հետեւյալ բանը։ Հանկարծ Իսրայելի արտաքին գործերի նախարարը, այդպես մեկ էլ հայտարարել է, որ ինքը դիմելու է կառավարությանը, որպեսզի կառավարությունը ճանաչի, այսինքն Իսրայել պետության կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Վաու։ Ու ցույց զարմացել ենք, բան մեկ է ու դիմել է կառավարությունը ճանաչել է։ Հիմա պիտի գնա Կնեսեթ, այսինքն Իսրայելի պարլամենտ։ Մեր եթերից առաջ ես տեսա, որ The Jerusalem Post հայտնի լրատվականը ասում է, որ Ադրբեջանի գլխավոր ռաբին, այսինքն Ադրբեջանի հрьяաների համայնքի ղեկավարը հոգևոր ռաբին դիմել է Իսրայելի օրենսդիրներին, որ հանկարծ չընդունեն հայոց ցեղասպանությունը, նրանց նախազգուշացնելով, անգլերենից եմ թարգմանում, էլի, որ դա վատ հետևանքներ կարող է ունենալ հրեական համայնքի համար, Ադրբեջանի հրեական համայնքի համար, ու մեծ արշավ սկսվել Ժորժան, Իսրայելից դուրս եւ Իսրայելի ներսում, Թուրքիայից, շատ Ադրբեջանը շատ ակտիվ է այս թեմով, քեզ ասեմ։ Թուրքիան ավելի քիչ ակտիվություն ցուցաբերում, քան Ադրբեջանը, այդ հետարքի բան է, որ պետք է սա կանխվի, կասեցվի, որ հանկարծ Իսրայելի պարլամենտը չընդունի։ Ես տեսա Կարպիս, որ Սերժ Թանկյանը, որ սուր քննադատության էր ենթարկել, եթեր էր արել Սերժ Թանկյանը։
Սոադի System of a Down։ Տեսա։ Եվ քննադատության էր ենթարկել, որ իմ տատու պապերի նկատմամբ եղած ցեղասպանությունը դուք երեսպաշտություն եք անում ճանաչում եք, քննադատել էր, եւ տեսա նաեւ Հայաստանի ներսում են քննադատում Իսրայել պետության այս քայլը։ Նիկոլ Փաշինյանն ասավ ցեղասպանության զենքայնացումը դատապարտել է, Ժորժան հայերում զենքայնացում բառ չկա, խնդրում եմ ուշադիր։ Ինքը նկատի ունի weaponization, այսինքն երբ որ դու ինչ որ որևէ բան որպես զենք ես, քաղաքական զենք ես օգտագործում որևէ մեկի դեմ, այսինքն ինչ որ նարատիվ կա Թուրքիայից, որ մի թույլ տվեք ուշադիր անգլերենով լեզվով էլի, դե բարձա որ Նիկոլ Փաշինյանը եւ մեր արտգործնախարարը մյուսները թուրքերեն չեն խոսում, Թուրքիայի իրենց գործընկերների հետ անգլերեն են խոսում։ Եվ ինչ որ մեկը Թուրքիայից գրել է, որ could you please do not allow this process խոսքի to happen լավ անգլերենով անցնենք ու օգտագործել է weaponization բառը այսինքն ասելա թույլ մի տվեք որ որևէ երկիր weaponize անի խոսքի այսինքն որպես զենք օգտագործի ու Փաշինյանը դա արագ թարգմանել է weapon զենք ization մտածած այնացում ու եկել է ինչ որ բրիֆինգ էր ասում դե դա մենք չենք մեկնաբանում որովհետև դա հայոց ցեղասպանության զենքայնացում է սա մոտ կախել է էլի զենքայնացում ու մեծ արշավա գնում որ Իսրայելի պետությունը չընդունի ես կարճ մի հատ լայվ էի արել տնից ինչ որ լույսն է լավը չէր հետո տեսա բայց արդեն ուշ էր արդեն տեղադրել է եւ ասել էի որ իմ դիրքորոշումը կարպիսը նայելա եւ ասել էի որ ես օրինակ ճիշտ եմ լավ ա եղել ես ուրախ եմ որ Իսրայելը ճանաչում որովհետեւ առաջինը հոլոկոստ տեսած ազգը հրյա ազգը եւ Իսրայել պետությունը մինչեւ հիմա չէր ճանաչել այդ ցեղասպանությունը բոլորիս մոտ դա ինչ որ նյարդ էր առաջացնում որ այսինքն էլի տենց ինչի էլի օրինակ քիչ է եւ ինչ որ իրանց թուրքական եղբայրությունը թուրքերի հետ Ադրբեջանի հետ բան ու հիմա ճանաչում են Ժորժան պետք է ասենք լավ ապրեք Okay, մենք լոբինգ չեն կարել որ ճանաչեն, այս կառավարությունը չի արել լոբինգ Իսրայելում, բարձա։ Չենք էլ կարա։ Հա, չենք էլ կարա։ Հա, իրանցով ճանաչել են Ժողովուրդ ջան, հիմա ի՞նչ կա այդտեղ, ասեք լավ է, okay, ես okay եմ, լավ է, ուրախ եմ։ Թող ճանաչեն։ Հասկանալի է ձեր մոտեցումը։ Չնայած չեմ լայքել։ Ասեմ խի։ Ոնց է տխուր եք խոսում։ Ջղայն եք, ասի լավ չի լայքեմ։ Ոնց կարպիսը ինչ հարցերով չի լայքում։ Տխուր չի ճորի ուշ ժամ էր, տեսա որ տես քննարկում են, բան տես ասի լավ, սպասի ես իմ կարծիքը ասեմ։ Լավ կարծիք էր, տեղին դիտարկում էր, ես լրիվ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի դիրքավորումն էլ է ինձ համար հասկանալի։ Ահա տարիներ անց այսքան բան կործանելուց ոչինչ հասնելուց հետո այդ մարդը վերջապես երևի մի երկու բան սովորել է եւ սովորել է զսպված լինել։ Եթե վերանանք, հա, մեր իրականությունից weaponization բառից եթե վերանանք, մեր իրականությունից վերանանք, մոռանանք թե ինքը ինչ կործանարար հարվածներ է մեր երկրին հասցրել, ու հասկանալի է, եթե այս պահին, այդ ամեն ինչից եթե վերանանք, եթե Թուրքիայի երկխոսություն է գնում, ու հասկանալի է, որ Հայաստանի կառավարության դիրքավորումը պետք է մի փոքր զսպված լինի։ Չէ, նորմալ է, ամեն նաև հասկանալի է այն պարս փաստը, որ մենք չպետք է որևէ կերպ մեր քիթը մտցնենք Իսրայել-Թուրքիա բավականին բարդ հարաբերությունների մեջ, երկու ագրեսիվ պետություններ, որոնք ունեն բարդ հարաբերություններ, երբեմն բարեկամական, երբեմն սուր թշնամական, այսինքն տատանվող հարաբերություններ եւ մենք տեղ չունենք եւ չպետք է որևէ կերպ ներգրավենք այդ հարաբերությունների տիրույթ եւ այս առումով Նիկոլ Փաշինյանի դիրքավորումը հասկանալի է եւ առանձնապես տես քննադատելու բան չկա։ Ինչ վերաբերում է ճանաչմանը, էլի գիտեք, այս թեման ինձ շատ է հոգնեցրել, որովհետեւ ամեն անգամ հենց մի երկիր ճանաչում է, այդ տրիվիալ միտքն է անդադ հնչում։ Մի ոգևորվեք, դա ձեր սիրուն աշկերի համար չի, իրանք ունեն շահեր, ու հասկանալի է, որ ունեն շահեր, երևի թե եթե Ուրուգվային եւ էլի Լատին Ամերիկան էլի երկրներ կան, այդ երկրներին առաջինը Ուրուգվային է, չէ՞ ճանաչը, իմ հիշելով Ուրուգվային։ Հանենք, էլի մնացած բոլոր երկրներն էլ
իրենց շահերի համար են ճանաչել, Թուրքիայի հետ ունեցել են խնդիրներ կամ փորձել են Թուրքիայի ազդեցությունը Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում հավասարակշռել կամ փող զսպել եւ այլն, եւ Գերմանիան եւ հատկապես Ֆրանսիան եւ գրեթե բոլոր երկրներն էլ ունեցել են իրենց շահերը եւ ոչ մեկի սիրուն աչքերի համար տենց որոշումներ չի կայացնում, բայց ես չեմ հասկանում ինչ են հիմա հերսոտել։ Այն ժամանակ էլ Գերմանիան իր շահերի համար ճանաչեց, տենց ուրախ էիք, մենք էինք փորձում սթափեցնել այդ մի քանի տարի առաջ էր։ Հիմա դեռ ջղայնացել են Իսրայելի վրա։ Հիմա շատ ջղայնացել են, բայց ինչ մեզ ինչ ճանաչել է, շատ լավ է։ Ցեղասպանության հարցը պետք չի տենց փաստա ճանաչել, եղբայր, եղել է, ճանաչել է, չէ՞, ասեք, հո սուտ չի որ ճանաչել։ Ցեղասպանության հարցը մերանք շատ տենց մերկանտիլ ձևով են էլի ընկալում։ Մտածում են, որ եղավ ճանաչում, վաղը մեզ ինչ դրանից ինչ օգուտ։ Փաշինյանի կառավարությունն է այդպես մտածում։ Իրանք կարճ արդյունքի, կարճ եկամուտի մասին մտածում։ Ճանաչեց օգուտը որն է։ Չէ, եղբայր, տենց չէ, հարցը պետքա ճանաչել, ընկալել որպես երկարաժամկետ հիմնախնդիր, տասնամյակների, հարյուրամյակների հիմնախնդիր եւ այս տասնամյակների երկարաժամկետության համատեքստում Իսրայելի այս դիրքավորումը ինչ որ շատ ազդեցիկ եւ որակյալ քարա մեր ազգային հարցի այդ շինության մեջ, որը տեղադրվում է, որովհետեւ որն է վտանգը, ինչա ընդհանուր Թուրքիան կռիվ տալիս ցեղասպանության հարցի դեմ, որտեվ դե հասկանում է տարիները անցնում են, սերունդներ են փոխվում, Թուրքիայի հասարակությունն էլ է փոխվում, Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի նոր երիտասարդությունը եվրոպական գաղափարներով առաջադեմ կամ պսևդո առաջադեմ լիբերալ եւ ինքը հասկանում է որ իր սերունդներն էլ մի օր ճանաչելու են Էրդողանը ճանաչում է եւ հիմա ըստ էության նաեւ ինքը էտա փորձում կանխել ապագայում անխուսափելին է փորձում կանխել եւ եթե որ Հայաստանը նահանջում է այդ հարցից բարձա հարցը լրացվում է մերձվում է եւ այլն եւ Թուրքիայում էլ է այդ հարցը անհետանում բայց ինչ որ մի օր Թուրքիայում ձևավորվել է այնպեսի մի սերունդ որ ճանաչելու է չէ ցեղասպանության հարցը եւ այս ճանաչումները այդ առումով շատ օգտակար են որովհետեւ եթե հիմա Իսրայելի հասարակության ներսում այդ հարցը քննարկվում է այդ հարցի քննարկման համատեքստում երիտասարդներ են մեծանում երիտասարդներ են կրթություն ստանում երիտասարդներ որոնք վաղը միսուրը կարպից Google-ում են հետարկվում են ինչա հայոց եւ դրանք վաղը միսուրը ըստ էության դառնում են որոշում կայացնողներ եւ հիմա ինչ են Իսրայելի քաղաքական կյանքը աստիճանաբար գնում է մեռնելու տասնամյակների համար, որտեվ ամբողջ ամերիկյան հասարակությունը, ամերիկյան երիտասարդությունը հակա-իսրայելական է, ասում է, այս երիտասարդությունը մեր որոշում կայացնող է դառնալու։ Այո։ Ու եթե ամերիկյան պետությունը չֆինանսավորի Իսրայելին եւ ռազմական օգնություն չտա, շատ հնարավոր է, որ արաբական աշխարհը ոչնչացնի։ վրեժը լուծի։ Հիմա ապագա սերունդները որոշում կայացնող են դառնալու եւ շատ լավ է, որ այդ ապագա սերունդները իրենց կրթական կամ գիտակցական ինչ-որ մի անկյունում ունենան ինֆորմացիա 20-րդ դարում կատարված մեծագույն հանցագործության մասին։ Այս առումով մեզ օգուտ է եւ օգուտից բացի մենք չենք պատրաստվում խառնվել Իսրայել-Թուրքիա բարդ հարաբերությունների մեջ, նաեւ այդ Պաղեստինի հարցում էլ հասկանալի է պետքա որոշակի զսպվածություն ցուցաբերենք։ Ես նաեւ չեմ հասկանում, աշխարհում ինչ-որ հակա-իսրայելական նորաձև, ինչ-որ հիստերիկ շարժում է ձևավորվել, այդ նոր չի, դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած այդ ամերիկյան, եվրոպական ինտելեկտուալները այտենց ձախական, հա, նեոմարքսիստական այդ շրջանակները ինչ-որ հակա-իսրայելական հիստերիկ բան ունեն, հիմա այդ նորաձևությունը մեր մոտ էլ է տեղափոխվել, փոխանցվել եւ ինչը այդ կանել հասկանալի չի եւ դա չեմ կարծում որ պետքա մեր պետության արտաքին քաղաքականության մի մասը դառնա շատ բալանսավորված մենք պետքա լինենք Իսրայել, Իրան, Թուրքիա, Պաղեստին հարաբերություններում։ Կարպից նաեւ շատ է շահարկվում որ Իսրայելը որը Պաղեստինում ցեղասպանություն է իրականացրել, որտեվ միջազգային փաստահավաք իրավապաշտպան համայնքները ճանաչում են որ ցեղասպանություն է եղել Գազայում եւ ասում են որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է արել եւ հիմա այս երկիրը ինչ երեսպաշտության մեջ է, ինչ երես ունի, մի հատ էլ հայոց ցեղասպանությունն է ճանաչում, այստեղ սա որ Արա Պապյանն էր գրառում արել, որ նայեք ձեր սիրած Գազան, Պաղեստինը, հա, առաջինն է շնորհավորել Ադրբեջանին 20 թվականի պատերազմի հաղթանակի մեջ, էսեք դուք բանման եւ այլն։ Այսինքն անընդհատ մենք մտնում ենք այս քննարկումների մեջ կարպից որ
Մեկը մեկի հետ կապ չունի։ Հիմա որ Իսրայելը մեկը պրո-Պաղեստինա, մեկը պրո-Իսրայել, մեկը պրո-Իրան, իմ գժանոց է։ համար ես քեզ անկեղծ ասեմ, որպես իրավաբանի եւ նաեւ քաղաքական գործիչ որպես ասում եմ, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ունի անվտանգային նշանակություն մեր ազգի եւ այս Հայաստանի Հանրապետության համար։ Այս Նիկոլի ասած, այս իրական Հայաստանի համար, որովհետեւ վերջին հաշվով, եթե օրինակ մենք աշխատեինք միջազգային հանրության հետ այն ուղղությամբ, որ Ժորժ ջան, ինչ որ Արցախում է տեղի ունեցել, այն ինչ որ հիմա մեզանից միջանցք են ուզում, չէ՞, դրանք սա 100 տարվա պատմություն է եւ ավել եւ ցեղասպանության գիծն է, այսինքն որ ցեղասպանության գիծը տանես, որ մեզ պետք է մեզ պաշտպանություն է պետք, այս քաղաքական դա ԲՀԿ-ի պահանջներ որոշեցին որ հայերը չպետք է ապրեն եւ էթնիկ զտման ենթարկվեց ցեղասպանության ժամանակ ինչա որոշվի որ կա հայկական հարց խնդրեմ են դարել այս հայերը դաս կոտորել են քշել դեպի անապատներ այդքան ժողովուրդ կոտորվել է եւ գանք մեր օրեր ասում են մենք պետք է գնանք գանք ձեր տարածքով մենք պետք է գնանք գանք դուք այդտեղ չպետք է լինեք հիմա լավ դա ինչ է ասենք նույն քաղաքականության նույն մոտեցման նույն մտածողության շարունակությունն է դա համար իմ դա ազդել է ընդդիմադիր ուժերի վրա ցանկացած երկիր որը կճանաչի այդ ցեղասպանությունը բնականաբար ցեղասպանությունների ճանաչումը դրա մեջ ենթադրում է կրթական մասը քո ասած որ սերունդները կրթվեն որ never again-ը լինի այսինքն այլևս երբեք չլինի նման բան նույն հոլոկոստի համատեքստում հա եւ էլի հետ գալով Ժորժ ջան Իսրայելը շատ կարեւոր պետություն է հրյա ազգը շատ հզոր ազգի աշխարհով մեկ տարածված էլի մեր նման սփյուռք ունեցող եւ իմ համար գոնե շատ բաներ վիրավորական էր իմ համար որ օրինակ հրյա ազգը Իսրայել պետությունը չի ճանաչում հայոց ցեղասպանություն հիմա ճանաչումը թող ճանաչ ինչ է խառնվե իրար իմ ասենք կարող է կնեսետի մակարդակում կանգնացնեն այս արշավը դա քեզ ասեմ որտեղ մեծ բան էս օրինակ որ բերեցի այդ process-ը սկսված է հա process-ը սկսված է հա ձնագնդիկը Ժորժան այտենց սկսել է հավաքել էլի ուտեղ բացարձակ Նիկոլ Փաշինյանի զենքայնացման մասին մեկնաբանությունները ազդեցություն չունեն բարձա Թուրքիան լավ գիտի որ Հայաստանի կառավարությունը չի դա լոբինգ արել Իսրայելում շատ անգիր գիտեն Ադրբեջանն է գիտի այդտեղ մեծ վտանգ վնաս չկա Թուրքիայից չկա մի երկիր որ Հայաստանի պահանջով է ցեղասպանությունը ճանաչել Ես տեսա առաջին նախագահի խոսքից էր տեղադրված իր էջում դե parza իր հետևորդներն են վարում այդ էջերը որտեղ առաջին նախագահն նույնպես ասում էր ոչ մի երկիր մեր համար չի ընդունել մեկը իր ինչ որ նկատառումներով դա շատ նորմալ է եւ դա պետք է ընդունել իգիտություն չպետք է նաեւ այս հայկական բան էլի որ մենք ուզում ենք մեզ սիրելով դա անեն ոչ թե ինձ շահերին երկու տեսակի ծայրահեղություն եմ նկատում այդ հակաիսրայելական պսևդոձախական այդ հիստերիան Իհարկե ես հասկանում եմ Պաղեստինում ինչ որ կատարվել է բայց այս առումով ես մի փոքր էգոիստ եմ պրովինցիալ եւ գավառական ինձ համար առաջնայինը մեր երկրի շահերն են մեր ազգի երկարաժամկետ շահերը եւ այս պայծությամբ ես իմ էգոիզմի դիրքերից իմ քթից ընկոմ բան չեմ ուզում տեսնել քանի որ այն ինչ որ եղել է Գազայում դրանից շատ ավելի սարսափելի բաներ եղել են Արցախում եւ աշխարհը լուր էր Եվ մյուս ծայրահեղությունը կա, որ ասում են, արա մենք պետք է ընդունելի տարածաշրջանային կարգից ստրուկտուրայից դուրս գանք եւ միանանք նոր դաշինքի, որտեղ խմորումներ հակաթուրքական խմորումներ կան նոր չէ, բայց շատ ակտիվացել են հարաբերությունները Հունաստան, Իսրայել, Կիպրոսի այդ երրակը Եվ ասում են, ահա, մեզ ընդեղից նշաններ են տալիս։ Եկեք, Հայաստանն էլ։ Եվ մենք հիշում ենք Զորաբ Մնացականյանին եւ 20 թվականին Սահմանադրական դատարանի անդամները գոնե իրավաբան գիտնականներ էին։ Ներ մոգոնել դրսևորվելով որպես անպիտան ինստիտուտ, փաստորեն 30 տարվա ինստիտուտը ոնց կարելի է տենց անադեկվատ պահեր 44 տարվա պատերազմից առաջ, բայց դա էլ մի կողմ։ Այս երկու ծայրահեղությունները կան։ Այսինքն Կարպիս ըստ քեզ մենք չպետք է որևէ հակաթուրքական դաշինքի մասը լինենք։ Ֆիքսենք էս մասը։ Ես հակաթուրքական դաշինք չեմ տեսնում այս պայծրությամբ կամ եթե նույնիսկ այդպիսի խմորումներ կան, չեմ տեսնում մեր իրական ներգրավվածության բան հնարավորությունները։ Մեր դերակատարումը ֆիքսի, որն է մեր դերակատարումը, էլի մեր ուղղակի մեր անունը, մեր անվանումը Հայաստանի Հանրապետություն չպետք է դրա մեջ օգտագործվի ու հետո իրանք բարիշ են, հետո բայց դե գան մենք խնդրեմ ունենանք։ Էլի մեն ինչին է պետք 7600 տարի մեկը կարա ասի։ Այսինքն էլի այս մեր նախկալի իրականությունից պետք է
դուրս մատ փորձել կտրվել եւ դուրս ավելի adekvat դիտարկել այս Փաշինյանի պրոթրուկական կեցվածքը իհարկե մերժելի է բայց հակադրվելով Փաշինյանին չի նշանակում որ մենք պետքա այլ հիստերիկ գաղափարների մասը դառնանք չէ մեր adekvatությունը պայենք եւ այստեղ էլ հիշեցիք առաջին նախագահային ինքը շատ ճշգրիտ քաղաքական գործի համար պետքա ճնշում գործադրվի ժողովրդական շարժումով այո եւ մենք պատկերացնենք եթե լինեինք իշխանության parza էլի պետքա բալանսավորված քաղաքականություն իրականացնենք մեր քիթը չմցնելով Իսրայել, Պաղեստին, Թուրքիա բարդ հարաբերությունների մեջ էսա օրինակ Կարպիս նախկինում մենք ողջունել ենք հիմա նայ ուզում եմ հայմատություն անեմ էլ տես բայց այսինքն սոցիոլոգներով ու փաստաբաններով հնարավոր չի քաղաքականությամբ զբաղվել հետ ճանաչեցին հայոց ցեղասպանություն հայցուկական երկխոսություն չկար ու մեր ԱԳՆ-ն ողջունեց հիմա Իսրայելի կառավարությունն ընդունում մեր ԱԳՆ-ն չի ողջունում որտեղ կա հայցուկական գործընթաց այն ժամանակ չկար որքանը որ հիշում եմ այն ժամանակ է կար կարող է այսքան սերտ չէր բայց այն ժամանակ է կար որովհետև արի մի հատ էլ հիշենք երբ Բայդենի ադմինիստրացիան որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը դա 2020 պատերազմից հետո էր այդքան շուտ եք ասում հա ոնց էս վերջինն եմ ասում եղբայր ես վերջինն եմ ասում այսինքն 2020 թվականի 44 օրյա պատերազմի պարտությունից հետո էր բայց քանի որ ամերիկացիներն էին ֆիքսի մենք ողջունեցինք ես հիմա ունեմ բացատրություն հիմա որ Իսրայելն է չենք ողջունում այս կառավարությունը իրեն դիտարկում էր Բայդենի ադմինիստրացիայի հրատաշրջանային հավելվածը կամ ուզում էր շատ էր ուզում որ դա լիներ որ իրենք ստանային այդ պաշտպանությունը Բայդենյան վարչակազմի զոնտիկի տակ հայտնվեին շատ էին ուզում եւ դրա համար ողջունեցին եւ դրա համար իրանք ինչ անեին կողջունեն հետո երբ որ Բայդենը պարտվեց երախտամոռի պես քննադատեցին Ջեյմս Օբրայանին մեղադրեցինք այս ամբողջ կողմերի համար այս կառավարության նա մեղավոր գիտես դու իմացել էիր այս կառավարության մոտեցումն էր իրանք ուզում էին կծվեին Բայդենյան վարչակազմին եւ դրա համար ակտիվ լոբինգ էին անում որ իրենք հաղթեն ընտրություններում այսինքն մեր իրենց լոբինգը եսի մի չէ Կամալա Հարիսն էր հա ուզում էին որ իրանք հաղթեին բայց Տրամպը ընտրվեց արագ դարանք Տրամպի կողմնակից դե ձև չունեին դե Ժողովուրդ ջան այո դա լինում է քաղաքականության մեջ տենց բաներել են լինում գնանք առաջ պրո Տրամպ դառնալու խնդիր չունեն իրանց ընդից ասեն եկեք դա տնենք ինչ կա եկեք էլ մա 16-րդ կոնֆլիկտը կարգավորենք շատ լավ մենք նաև ուզում ենք քննարկել վերջին կառավարության նախաձեռնությունը սերի հայնակիցներ մեր ոդկասթը հետևող ժողովուրդ առաջին ընթերցումով ոնց որ թե անցավ որ եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետության վերջին 6 ամիսների ընթացքում եթե չեմ սխալվում 186 օր են հաշվել չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում նա ուրեմն իրավունք չունի ընտրությունների ժամանակ գալ քվեարկել եւ դրա անունը դրել են ընտրական туриզմ նոր բանակարից խնդրեմ ձեր դիրքորոշումը ես հիմա չգիտեի որ սրա մասին խոսալու ենք համ պատրաստի եմ ինֆորմացիան ասելու այսինքն առանց ստուգելու հիշելով ասա ես եթե ստուգելու բայս կասեմ եթե ինչ որ մեկը ասածից մեջ սխալ գտնի խնդրում կոմենտներում ուղղել նախ եթե դիտարկենք վերջին 200-300 տարիների մարդկության պատմությունը Եվրոպայում որ ուղղությամբ է գնացել առաջադեմ մարդկությունը անդադ ընտրությունների հնարավորություն ունենալու շերտերի ընդլայնում։ Հիմա մեր կառավարությունը, մեր դեմոկրատ պրոեվրոպական կառավարությունը հակառակ ուղղությամբ է գնում։ Ընտրական իրավունք ունեցող խմբերի քանակն է նվազեցնում։ Մի հատ փոքր սպրավաչկա։ Մեր ասում են դենց են ասում սպրավաչկա անեմ։ Եթե դու չես մոռացել, հիշում ես որ մինչև այս ընտրությունները մեր կառավարությունը քննարկում էր եւ Դանիել Իոնիսյանն էր լոբինգ անում, որ ընտրական մասնակցության տարիքային ցենզը նվազեցվի 16 տարեկանից քվեարկելը համանդրական բարեփոխումների համատեքստում այս հարցը դրվել, որ շերտը այդ գացած շերտ ավելացնելու կողմնակից լոբինգանողները հիմա լոբինգ են անում, չնայած ՀԿ սեկտորը ոնց որ քննադատում է, չգիտեմ Դանիել Իոնիսյանի դիրքորոշումը, բայց ՀԿ սեկտորը քննադատում է, որ այս համանախապակումը մտցվի, այսինքն մարդը լֆիքսի գնացել արտագնա աշխատանքի կամ չգիտեմ ուրա գնացել վերջին 186 օրում չի բնակվել այստեղ իրան ասում են եղբայր ջան մենք քեզ զրկում ենք ընտրություններին մասնակցելու քո հնարավորությունից ինչի են ամբողջ աշխարհում ինչի է տենդենսը եղել շատ-շատերին ներգրավելու որտեղ ամբողջ աշխարհում բոլոր դեմոկրատական երկրների սահմանադրություններում ամրագրված է որ տվյալ երկրում ոնց օրինակ մեր համայնքության երկրորդ հոդվածում է
ասվում է, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների ընտրությունների հանրաքվեների միջոցով։ Եվ մենք միշտ ասում ենք նաև քաղաքական գործիչներս, իրավաբաններս, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Ժողովուրդը պետք է որոշի ոնց լինի, չէ՞, միշտ այդ ասում ենք։ Որ դե դա ինձ նյարդայնանում ես, ասում ես այդ ժողովուրդը ինչ ձև է, ունի դեմք, այդով է, աչքեր, հայացք, ունքեր եւ այլն, բայց այսինքն ինքը ոչ կոնկրետացված է, չէ՞, բայց բարձա մեզ որ ընտրողներին է վերաբերվում եւ հիմա այս իշխանությունն եկել է, ասում է ժողովուրդ ջան, կա ժողովուրդ, բայց կա նաեւ ժողովուրդ, որը մենք չենք ուզում որ ընտրի։ Հազարավոր մարդիկ եկել են ու ընտրել են Նիկոլին։ Այստեղ ուրիշ բան է թաքնված կարպիս։ Իրենք այս սոուսով, որի վրա եկել են Սամվել Կարապետյանին ընտրելու մասսկին, ուզում են անել հետեւյալ բանը, բացատրեմ։ Իրենք ուզում են ընտրական ցուցակները նվազացնել ընտրողների թիվը։ Հիմա եթե չեմ սխալվում 2 միլիոն եւ 500,000 մոտավորապես ընտրող կա։ Եվ քանի որ մեր համանadrությամբ համանadrական փոփոխությունների կամ նոր համանadrության ընդունելու հանրակրվեի համար բարձր շեմ է նախատեսված, իրենք ուզում են ընտրական ցուցակի թիվը ընտրողների նվազեցնեն, որովհետև շեմը հաշվարկվում է ընտրողների թվից։ Ընտրողների թիվը երբ որ նվազեցրեցին, օրինակ դարավ 2 միլիոն, պետք է ասենք որոշեցին, որ կես միլիոն մարդ վերջին 186 օրը չի ապրել Հայաստանում, հետեւաբար կա 2 միլիոն ընտրող։ 2 միլիոնից հաշվեցին ընտրություններին մասնակցողների այոյի թիվը, ու այդ այոյի նվազ թիվն են ֆիքսելու, որպեսզի Ալիևի ասած համացությունն անցկացնեն։ Քիչ բարդ եմ բացատրում երևի, բայց ոնց որ թե այդքանը չի բարդ։ Այսինքն սրա համար է արվում։ Սոուսը օգտագործվում է Սամվել Կարապետյանի համար, Ռուսաստանից եկած ընտրողներ, ասես ինչ-որ sense բաներ, որը հեքիաթ դա բարձեց, դեռ նույն քանակի չվերտներ են ունեցել, նույն քանակի տուրիստ է եկել, ինչ անենք, որ այդ տուրիստ գալու ժամանակահատվածը համընկել է համապետական ընտրությունների հետ։ Հետաքրքիր բան է ասում։ Ու իրանք դրանով ուզում են, որ Ալիևի ուզած համանadrական հարակվեն անցկացնելուն միտված բան անեն։ Հետաքրքիր բան։ Դրա համար են օրենք։ Մենք ֆիքսեցինք, որ առաջադեմ մարդկությունը անդադ 100-ամյակի ընթացքում ընթացել է ընտրելու հնարավորություն ունեցող խմբերի ընդլայնման, սկզբում գյուղացիներ, բանվորներ կանայք, որոնք հիմա քաղաքակիրթ մարդկությունից հակառակ ուղղությամբ են գնում, բայց հիմա ասեմ այն փաստը, որ եթե սխալներ կան, հա ուղեք, այն որ ասում էին։ Օրինակ 18 թվականից ստեղծված առաջին հանրապետությունը բոլորը ունեն ընտրելու իրավունք։ Բոլոր քաղաքացիները, ովքեր դառնում են քաղաքացի բնակիչներ, այսինքն սահմանափակում չկա, հիմա սա ինչ եմ ասում, թվում է սովորական բան է, չէ՞, նույն ժամանակաշրջանում եվրոպական շատ երկրներում լիքը հանրային խմբեր ընտրելու հնարավորություն չունեին։ Հասկացա։ Մեծ Բրիտանիայում կային սահմանափակումներ, ուրիշ երկրներում կային սահմանափակումներ։ Մոտավորապես 50 տարվա պատմություն ունի կանանց քվեարկելու հնարավորության բացում։ Իսկ առաջին հանրապետությունը 1918 թվականից ստեղծած իր օրենսդրությամբ բոլորը ունեն ընտրելու իրավունք։ Դու ուզում ես ասել, հասկացա ես։ Մենք ունենք տենց ավանդույթ։ Այսինքն մենք այնքան առաջադեմ ենք եղել, որ մեր հիմնած առաջին հանրապետությունը, Հայաստանի առաջին հանրապետությունը, այնքան առաջադեմ է եղել ու դեմոկրատ, որ որդեգրել է բոլոր քաղաքացիների երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքը։ Իմ համար հասարակագիտության մեջ ամենակարևոր բաներից են ավանդույթները եւ ինստիտուցիոնալ շարունակականությունները։ Ես հիմա ինչ-որ մի բան որ ուզում եմ ցույց տալ, որ լավ է, փորձում ցույց տալ դրա ավանդույթը եւ շարունակականությունը։ Հիմա ուզում եմ ասեմ, մենք ունենք մի հրաշալի ավանդույթ, որ կարանք դրանից գլուխ գովանք։ Այդ համընդհանուր ընտրական իրավունքը եւ դա դիտարկելով որպես մեր երկրի, մեր ժողովրդի ժողովրդավարական, ժողովրդավարության ինչ-որ ավանդույթ, մի պղծեք դա։ Եվ մի բան էլ։ Այս երեսպաշտությունը մենք մեզ սպանում է էլի ներսից, մեզ քրքրում է։ Որովհետև տեսեք, կա այդ իր քաղաքացիության օրենքը։ Եղբայր, հանեք ռադարեք այդ իր քաղաքացիության օրենքը։ Հանեք ռադարեք, որ այդ պի խոսակցությունը չլինի։ Այդ նույն տարկետման իրավունքը կա, չէ՞ այդ իրավունքը։ Բայց եթե ինչ-որ մեկը օգտվում է, միգուցե նաև արդարացված էլ այդ օրինակ ինչ-որ մատ պաշտոնյա երեխա։ Այդ պիղծ խոսակցությունները էլի սկսվում են։ Հանեք, դա էլ հանեք։ Այսինքն այդ երեսպաշտությունը ներսից սպանում է, մատ ոշեք։ Մենք հաշվի առնում ենք, որ ունենք սփյուռք, որ արտերկրում ունենք միլիոնավոր քաղաքացիներ։ Դե ասում են ունենք, բայց դուք մի միջամտեք մեր ներքին, մենք պիտի որոշենք։ Բայց ինչի՞ չպետք է միջամտեն, հա։ Այստեղ չեն ապրում դա։ Հետո ինչ։ Հետո ինչ, ինչի՞ պետք է միջամտեն։ Այդտեղ մի հատ հետարքիր հարց է բարձրանում կարպից։ Մարդը որ 186 օր չի բնակվել Հայաստանում,
չի դադարում նրա երկրի պաշտպանությանը մասնակցելու պարտավորությունը եւ նրան կարող են շարունակել տանել ռազմական, վարժական հավաքների։ Եվ նաև եթե պատերազմ լինի, Աստված մի արած, նա կարող է զորակոչվել, մոբիլիզացվել, մոբա այդ մարդը։ Բայց ասում են ընտրությանը մի մասնակցի, ֆիքսի։ Բանակ Բանակ տանում ենք, բայց ընտրությունների մերցնելու տանում են, բայց ընտրությունների մի մասնակցի։ Սա հետ կապված ես իմ մոտեցումը փոխել եմ, որտեղ այն ժամանակ ես էլ էի, այտենց այդ բանը, որ մնաք Հայաստանում ապրողները, բայց չէ, եւ հեգնում էի Սփյուռքին։ Էլի ես Սփյուռքի շատ մեծ փոխվել ես, էլի դու կարպիս բավական։ Այդ մոտեցումը դե փոխվել եմ, դա առողջ մոտեցում է։ Էլի ես Սփյուռքի ինչ-որ մեծ ակնկալիքներ չեմ ուզում ունենալ, բայց աշխարհի որևէ մի կետում, որևէ մի ծայրում Հայաստանից եւ հայկական կյանքից կտրված ինչ-որ մի իրականությունում, եթե նույնիսկ կան երկու հոգի, որոնք ինչ-որ անհանգստությամբ են խոսում Հայաստանի մասին, ում այդ մարդիկ պետքա թանկ լինեն Հայաստանի համար, Երևանի համար, պաշտոնական Երևանի համար եւ այստեղ ապրող մարդկանց համար։ Եվ այդ ֆաշիստական, այդ նողկալի պարակտիչ դիրքավորումը իսկապես մեզ լավ տեղ չի տանում եւ չգիտես ինչ այդ ագրեսիան էս ժողովրդի մեջ այտենց եղել է, էլի այդ դասակարգային ատելությունը, որովհետեւ սկզբանե այս տեղի ապրողների մոտ ինչ որ ատելությունա սահմանավորվել կամ քարոզել, չգիտեմ, Արմենիան Հայաստանից եկած գաղթականների նկատմամբ, հետո հայրենադարձների նկատմամբ, էլ պարսիկ, էլ թուրք, ինչ ասես չեն ասել։ Հիշում ես Բաքվից եկած հայերին, ասում են թուրքի մատորով հայեր են, հիշում ես։ Ես երեխա էի։ Շուռ տված հայեր։ Շուռ տված հայեր։ Հետո այս Նիկոլ Փաշինյանը այս հանրային այս ազգային այս արատը խաղարկեց եւ հակաղարաբաղյան ատելություն դարձավ։ Որ ասում թռել եք ընդեից, թռասները։ Հետո ասավ դե էլիտային եմ ասում։ Եվ հիմա ռուսահայերի նկատմամբ են այս ատելություն տարածում։ Կարպիս ինչ է շակում ռուսահայ։ Հիմա մեկը գնաց դա մի տարի այնտեղ կաֆե լաշարի, դարավ ռուսահայ։ Ես չգիտեմ։ Հիմա մեկը Գլենդելա գնացել Uber-ա քշում, դարավ ամերիկահայ։ Ես կարծում եմ ամերիկահայ, ասենք Վիլյամ Սարոյանն, ասենք դե գնացած մարդու։ Դիմի չէ հասկ։ Շարլ Ազնավուրն ասենք Ֆրանսիահայ, ասենք Չէ, մեկը գնացել է, ասենք Փարիզ ինչ որ գործով, դարավ Ֆրանսիահայ։ Լսեք, ոչ մեկ չի հերքում, որ ազգային անվտանգության խնդիրներ կարող են առաջանալ։ Այո։ Բայց մենք դա չենք նկատել եւ դա եկեք խոստովանենք ոչ իմ, ոչ Դանիել Իոնիսյանի քննարկման հարցնական անվտանգության ծառայությունն էր, բայց նույնիսկ այդ համատեքստում մենք ինչ-որ արտարոց շարժեր չենք նկատել Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստանում ժամանակավորապես ապրող հայերի կողմից եւ այդ նողկալի ատելությունը այդ մարդկանց նկատմամբ շատ անարդար է, շատ զզվելի է եւ որը պետքա բանակ կասեցվի չի կարելի այնտեղ ապրում է 2 համարյա 1.5-2 միլիոն մարդ։ Ես միանշանակ համաձայն եմ, ես ուղղակի ուզում եմ ֆիքսել նորից, որ առաջին բանը որ պետքա սրա վրա կանգ առնել, դա այն է, որ մեր սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ 18 տարին լրացած յուրաքանչյուր հայ քաղաքացի ունի ընտրական իրավունք։ Եվ ընտրական իրավունքը, որպես սահմանադրագետ եմ ասում հիմա ես քեզ, երկու մասից է բաղկացած՝ пассив ընտրելու իրավունք եւ ակտիվ ընտրելու իրավունք։ Пассив ընտրական իրավունքը դա քվեարկողն է, որը ունի քվեարկելու իրավունք, ընդ որում պարտավորություն չի, կարա գնա ընտրության, կարա չգնա ընտրության։ Ինչքան են գնա դա թե չգնացողներին։ Ակտիվ ընտրական իրավունքը կարպիս դա նաև առաջադրվելու իրավունքն է։ Հիմա Հայաստանում արդեն իսկ գործող օրենսդրությամբ ակտիվ ընտրական իրավունքը սահմանափակված է, որովհետև ակտիվ ընտրական իրավունքդ կսահմանափակվի, եթե դու վերջին 4 տարվա ընթացքում չես բնակվել հանրապետությունում, առավելագույնը, եւ հետեւաբար չես կարող առաջադրվել, բայց կարող էիր ընտրել։ Հիմա Նիկոլան ասում են, որ չէ ապեր, վերջի 6 ամսում եթե չես ապրել կամ չէ քույդիկ ջան, մենակ տղամարդկանց մասին չի խոսքը գնում, նաև դու չես կարող ընտրես։ Այսինքն այդ մենք գնում ենք ինչ որ անկապ սահմանադրախախտ ճանապարհով, բայց ես քաղաքական կոնտեքստը ասացի։ Դա արվում է Ալիևի ուզած սահմանադրությունը ընդունելու համար կարպիս։ Եվ այդ ճանապարհին մեզ վերադարձնում են նետո աղեղի ժամանակաշրջան։ Մարդկությունը այլ ուղղությամբ է գնում, մենք այլ ուղղությամբ ենք գնում։ Քանի որ մենք պետք է ամփոփենք այսօրվա մեր հաղորդումը, մենք սրանով ամփոփում ենք ասելով, որ մենք դեմ ենք այս օրենսդրական նախաձեռնությանը,
Սա հակասահմանադրական է։ Ես հույս ունեմ, որ այն սահմանադրական դատանը մի օր կվիճարկվի։ Շնորհակալ այն սահմանադրական դատանը, որ ունենք, չգիտեմ ինչ կորոշի, բայց ամեն դեպքում էսենց սուղ իրավաբանական հարցերով կարող է նորմալ որոշում լինի, որ քաղաքականացվի։ Դրսում ապրողների նկատմամբ այդ մերկանտիլ մոտեցումն էլի պետքա փոխվի։ Դուք ինչ եք արել, դուք դեռ չեք ապրում, դուք ոչինչ չեք կարող որոշել, չէ։ Աշխարհի Ավստրալիայի անապատներում ապրող ինչ որ մեկը, որ մտածում է Հայաստանի մասին, ուրեմն Հայաստանի համար ինքը թանկ է։ Համաձայն եմ, եւ եթե ունի կապույտ անձնագիր առավել եւս, իրեն իդենտիֆիկացնում այս երկրի հետ, որ իմ համար շատ կարեւոր է։ Ես որպես իրավապաշտպան, որպես իրավաբան, որպես փաստաբան ուզում եմ ասել, որ եթե օրենքը վերջնականապես ընդունվի եւ այն գործարկվի, օրինակ ես կգտնեմ մի քաղաքացու, որը գալիս է ուզում է մասնակցի ընտրություններին, ես այդ մարդուն կասեմ թող դիմի ինձ, եւ նրան թույլ չտան քվեարկի օրինակ հանրակրվեի ժամանակ, եւ մենք այդ գործը տանենք դեպի եվրոպական դատարան եւ կոնվենցիոն իրավունքների խախտում որպես։ Ենթադրենք ես համալսանում եմ սովորում, այո, Մեծ Բրիտանիայում։ Ենթադրենք, դա միտք չունեմ ուղղակի։ Եվ մի տարի բացակայում եմ երկրից, ոնց պետք է գամ ընտրեմ։ Դու զրկվեցիր դու իրավունքից։ Այ քիչ չի դու դեսպանատանը չես կարող ընտրել, որովհետեւ մենք դա ենք սահմանափակել 2007 թվականից։ 3 թվականից սկսվել է process-ը, 7 թվականին օրենք հանդիպել, որ Սփյուռքում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել համապետական ընտրություններին։ Քիչ չի դա էլ է սահմանափակ, լավ հիշացրեցիր, որ պետքա գազ միայն ստեղ ընտրես։ Հիմա մարդիկ ասին, օքեյ, կգանք։ Տոմսարան եկան ընտրելու, ասում են, օ, պապեր, տուրիզմա էլեկտորալ, չի լինի, ընտրական տուրիզմա։ Էդ էլ են կարգելում։ Եվ այսքանով սիրելի հայրենակիցներ մենք պետք է ամփոփենք, ինչ որ բան ես ասելու։ Չէ, ուզում եմ վատ բաներ ասել։ Լավ է, վատ բաներ չասենք, շոկը, ամառը, վիրավորական չէ, երևի դու մեր վիրավորեիր։ Ժորժ ջան, երևի հաջորդ նիստում մենք կքննարկենք սահմանադրական դատանի որոշումը, ոչ թե երևի որովհետև օրենքով սահմանված սդեն պարտավոր է ամսի 4-ին ապրիլի, ասեմ ապրիլի, ինչի ապրիլը, հուլիսի 4-ին վերջնական օրն է, որ պետք է մինչև այդ պահը, մինչև հուլիսի 4-ը պետք է հրապարակվի, այն պահին, որ մենք ձայնագրում ենք, դեռ չի հրապարակվել, հետեւաբար հաջորդ եթերում մենք կքննարկենք ՍԴ որոշումը։ Այսօր ասացի, որ բանա Անգլիան, չէ՞, Անգլիան ուզում են հաղթի։ Այո։ Այն պահին, որ մենք նկարում ենք, Անգլիայի խաղը նոր պետք է լինի։ Հուսով եմ շաբաթօրը երբ որ սա գնա եթեր, Անգլիան թռաշի լինի։ Տեսնենք, ես կարծում եմ թրած կլինի եւ մենք կշարունակենք Ֆրանսիային բալետ անել։ Ֆրանսիա չի խաղում ուրիշ եկել։ Դե ամեն դեպքում, բայց Ֆրանսիան մնացած կլինի։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։